Աղջիկներ, բարևներ բոլորին, բարի գալուստ իմ YouTube канալիկ եւ այսօր միասին նկարում ենք երկար ճամփորդական վլոգ։ Իրականում սա իմ առաջին տրիպը չի, բայց ես YouTube-ով դեռ երկար վլոգ չեմ նկարել, դրա համար այս անգամ գտնում ենք շատ հավես ու հետաքրքիր տեղ։ Անպայման ձեր կարծիքները գրեք կոմենտում, թե արդյոք որտեղ է։ Նաեւ չմոռանաք միանել իմ YouTube канալիկին, ինչպես նաեւ իմ Instagram-ին, որովհետեւ ամենահետաքրքիր բաները ու ստորիները հենց այնտեղ եմ post-ում։ Իրականում մեր տրիպը այդքան էլ երկար չի տևելու, այսինքն թռնելու ենք ընդամենը 3 ժամ համեմատած ԱՄՆ-ի, թռնելու ենք 5 օրով ու կփորձեմ այդ ամեն ինչը նկարել։ Իրականում 6 օրով է, ուղղակի այդ 6-րդ օրը ոնց որ ամբողջական չենք մնալու, այսինքն մենակ առավոտյան ենք մնալու, իսկ հետո արդեն ցերեկը գնալու ենք։ Դրա համար ես 5 եմ հաշվում։ Էլի ես ու էլի իմ էսթետիկան այստեղ ամեն ինչը sense դրել եմ, որպեսզի սիրուն կոնտենտ նկարեմ ձեզ համար, ինչի ինձ համար շատ կարևոր է։ Լիքը այդեաներ ունեմ ու այստեղ պատուհանից այսեն շատ սիրուն տեսարան է բացվում։ Հիմա իմ ամենասիրելի ռոդի պատճերը կդնեմ ու համի հարցրեք եղումներս չեմ հասցրել սարքել, բայց շատ էի ուզում թարմացնել, բայց ինձ թվում է նորմալ է վիդեոների համար։ Այստեղ իմ ռոդի ամենասիրելի պրոդուկտներն է, իմ սիրելի ակնոցը, իհարկե պատճերը եւ 2 հատ գլոս, այս երկուսը կոնտենտի համար են եւ իհարկե համեն միասին կպատրաստենք միաժամանակ, բայց դեռ քանի որ 2 ժամ մոտավորապես ունենք, ինձ թվում է իմաստ չկա հիմա պատրաստվելու։ Աղջիկներ, ես մոտավոր մի 2 ժամ քնեցի ու մեծ լավ է, որովհետև մենք շատ շուտով հասնում ենք, ես հիմա դա շատ ճիշտ է, որ քնում ես, տեսնում ես արդեն հասնում ես։ Աղջիկներ, բարի լույս, մի քիչ այսօր արև է, դրա համար մի քիչ աչքերս սենց եմ անում, բայց ոչինչ հիմա ակնոց կդնենք։ Մենք արդեն հասել ենք մեր համար, իրականում երեկոյան մի քիչ ուշ էինք հասել, դրա համար ռումտուրը չեմ հասցրել նկարել, բայց հիմա պետք է իջնենք հաց ուտելու, որովհետև հստակ ժամ կա էլի, հաց ուտենք, բարձրանենք համար, նոր ռումտուրը նկարեմ, որովհետև հավանաբար համարը արդեն հավաքած կլինի։ Իրականում շատ հավես է, մենք երկրորդ հարկում ենք, իրականում ավելի բարձր հարկեր կային, ուղղակի իրանք մի քիչ ավելի սենց բարձր, ավելի ծովին էին նայում, իսկ այս մեկը համ ծովին է ափին է նայում, համ էլ բասեյնին, մի խոսքով շատ լավ է։ Հենց բարի լույս շատ սիրուն է իրականում, հաց ուտելուց հետո հավանաբար էլի կբարձրանանք համար, կվերցնեմ ինձ անհրաժեշտ իրերը, շտատիվ եւ այլն, որպեսզի ռիլերս նկարեմ ու կգնանք բասեյն։ Սա փոքրերին է, ոնց երևում է, սա մեծերին, ինքը մի քիչ ավելի խորն է, բայց ոչինչ։ Աղջիկներ, ես արդեն մեր սիրելի բալկոնում եմ, հիմա միասին կպատրաստվենք ու արդեն կգնանք ծովափ եւ իհարկե բասեյն։ Հիմա մազերս կսարեմ, որովհետեւ երեք երեկոյան լողացել եմ ու մոռացել եմ մազերս նորմալ կարգի բերել ու չորացնել։ Այս իմ ամենասիրելի մեյքափ բեգն է, օգտագործում եմ Quality-ի այս տարբերակը, նոր եմ սկսել ավելի ճիշտ օգտագործել։ Տարբերակն է իմ երկրորդը, բայց նախընտրում եմ այս մեկը օգտագործել։ Նաև ունենք այսպիսի Atiransis իմ նոր պրոդուկտը, ինքը էլի կրեմ է, որը էլի SPF-ով է։ Նաև կօգտագործեմ հոնքերի գել։ Մենք արդեն եկանք այս ուտելու տեղը, հիմա պետք է մտնենք, այսպես է անունը։ Հիմա մտնում ենք, իդեպ միկրոֆոնով եմ խոսում, որովհետև այդքան լավ չի լսվում։ Այսպես ցույց տալով ուզում եմ գնալ, սա նախաճաշն է, այստեղ ինչ որ իրանց ուտելիքներն է, ես իրենցից գլուխ ընդհանրապես չեմ հանում։ Այստեղ էլ ինչ որ sense խառաբաներ են, այսի լամաջոյի նման մի բան է, իրենց անուններով է անկեղծ։ Այստեղ էլի ինչ որ սոուսներ են, ես երեք եմ ծանոթացել, որովհետև երեք ընթրիքին ես ներկա էի ու ամեն ինչը ոնց որ գիտեմ էլի, որ ձեզ էլ ցույց տամ։ Այստեղ այսպես հյութեր են տարբեր, խնձորի, նարնջի եւ էլի այսպես տարբեր կան, այստեղ թեյ, սուրճ եւ այլն։ Ես ու մաման ինձ արդեն պատվիրել ենք։ Ուրեմն նշեմ նաեւ, որ ամեն ինչը անվճար է։ Այստեղ էլի տարբեր բաներ կան, հացերի տեսականին է, այստեղ տան վաֆլիներ, փանքեյքեր, այստեղ կա նուտելա։
Այստեղ էլ տարբեր բաներ կան, իրական շատ դժվար բլոգեր լինելը, հեսա ամեն ինչ կվերցնեն ու ես էլի կմնամ, որովհետև ամեն ինչ նկարում եմ, բայց գիտեմ, որ կոնտենտի համար է։ Ես միշտ նախընտրում եմ այսենց խլոպյաներ ուտել, շատ եմ սիրում, որովհետև իրանք տենց թեթև ուտելիքներ են իմ կարծիքով, խոսքով շատ նման է մեր անցած անգամվա հանգստի ուտելիքներին։ Այդքան մանրամասն չեմ կարող ցույց տալ, որովհետև այստեղ լիքը մարդիկ են ու անդադ պետքա ես շարժվեմ, բայց կփորձեմ ամեն ինչ նկարել ձեզ, նաև հավես ռիլեր պետքա նկարեմ, բայց այս վլոգը հավանաբար մի քիչ ուշ դուրս կգա, եթե հասնեմ մոնտաժը, որովհետև դեռ լիքը պլաններ ունեմ կոնտենտի հետ կապված։ Մենք արդեն եկել ենք, իջել ենք, ես արդեն պատրաստվել եմ, ինչպես միշտ տեսնում եք, շտատիվն էլ իմ ձեռքն է, այստեղ ուղղակի շատ քամի է, միաժամանակ համ արևա, համ քամի է, դրա համար եթե ինչ-որ ձայներ լսեք, ոչինչ, ես այստեղ տակը տեքստը, եթե պետք լինի, կգրեմ անպայման, այստեղ մամայի հետ փորձում ենք մեր սրբիչները այսպես դնենք, որովհետև այն կողմը շատ արև է, այստեղ համեմատաբար ավելի քիչ է արևը, այսպես է մեր բասենը, իսկ այն կողմում արդեն ծովափն է, ինքը սեն շատ մեծ է, ու այն կողմում էլ էլի լիքը հավես բաներ կան, ինչ-որ խանութներ եւ այլն ու էլի նստելու համար տեղեր։ Մի քիչ նոր լողացի, հիմա դուրս ենք եկել, մեզ մի հատ խմելու բան վերցնենք, որովհետև իրականում շատ շոկ է, հետո մի քանի էլի վիդեո կադրեր նկարեմ, թեկուզ YouTube-ի վլոգի համար, ու հետո ես մտնում եմ լողանալու, որովհետև ահա որ շոկ է, չեք պատկերացնի։ Ուրեմն մեզ սենց կոկոս ենք վերցրել, նայեք ինչքան ինքը սիրուն է, այս էսթետիկայի համար, իսկ խմելու ինձ ու մամային վերցրել ենք այսենց 2 անանասի հյութ, ինձ թվում է շատ հավես կադրեր կստացվեն։ Ընթրիքի ժամն է, հիմա ուզում եմ ցույց տալ, թե ինչ կա, այստեղ առանձնապես ոչ մի բան այդպես չկա, հումուս, պանիր ու աղցաններ, հետաքրքիր է այս կողմը ինչա, որովհետև առավոտյան սովորաբար այստեղ իմաստած խլոպյաներն են տալիս, այստեղ էլի մրգեր, այստեղ ձմերուկ, անանաս, այստեղ նայեք շատ սիրուն, այսենց դեսերտներ կան, այսենց քեյքեր են տարբեր, հետո այսենց էր ինչ-որ ժելեներ կան, այսենց ձեզ ցույց տամ, շատ հավեսն են իրականում, այն ձեզ մեկը հետաքրքրեց, երևի հենց այս մեկն էլ վերցնեմ, այսենց ճաշատեսակներ են, այն կողմում կալմարներ են, իրականում փորձել եմ այդքան էլ իմ դուրը չի եկել, երեկ եմ հենց փորձել երեկոյան, այստեղ էլի սենց սոուսներ,